Ահա եւ աշխատակիցները ինչ խնդրի առջև եք կանգնել, հա, ինչով եք փորձում այս հարցի լուծումը գտնել։ Ես շատ կուզենայի մեր կառավարությունը տեսներ, վերլուծեր, մենք ամենքս մի ընտանիքից եկած ենք, աշխատել ենք, մեր ընտանիքներին գոնե մի քիչ, չեմ ասում, ես իմ ինչ չափսի, բայց օգնել ենք, դուրս ենք եկել նեղությունից, վարկեր ունենք, պարտքեր ունենք, հիմա ասենք ոնց ճարեմ, որտից մոտենամ, ինչ ասեմ, այսինքն վիճակի մեջ ենք, բայց մինչև այդ մենք աշխատել ենք լավից, վատից, մեր ընտանիքներին ապահովել ենք, աշխատանք ունենք, հիմա ասենք տարիքի սահմանափակում էլ կա, մոտենում ենք, ինչ որտեղ կունի աշխատանք ճարենք, աշխատենք, տարիք են հարցնում, թույլ չեն տալիս, որ դարպասներից ներս էլ։ Հիմա մեր կառավարությանը շատ եմ խնդրում նայի, ասենք ինչ է նշանակում հիմա իմ երեխեն մնա սոված։ Ես կարայի գնայի, ասենք փողով հաց առնենք, հիմա չեմ իմանալ որտե դիմեմ, ինչ ձև դիմեմ։ Միսը հաց վերցնեմ, հա, կարա մի հատ ինքնան, ես եք ուզեմ լավ ապրի, իմ ընտանիքն եք ուզեմ, իմ երեխեն եք ուզեմ լավ ապրի, ես որ դառնա, որ ասենք խեղճանան։ Սա է մեր կառավարության որոշումը։ Մեր պահանջարկը միայն վերականգնել մեր աշխատանքը, մենք խնդրում ենք, մենք 10-15 տարվա աշխատողներ ենք ու պարապուրդի ենք հիմա մատնված։ Մեր խնդրանքն է, մենք մեր աշխատանքը սիրում ենք, ունենք նաև ընտանեկան խնդիրներ, բարձով ապրողներ ունենք, մեծահասակներ են պահում, երեխաներ ունենք, բոլորը պարապուրդի են մատնված։ Նման խնդրի առաջ մենք դեռ չէինք առնչվել, շատ սիրում ենք, մենք պահանջը խնդրանքը վերականգնել մեր աշխատատեղը, երևի բոլորը նկատում են, բոլորը կանայք են 10-15 տարվա աշխատողներ, մեր խնդրանքը դա է պահանջարկը։ Ես եսա քանի տարվա աշխատող եմ, վարդով ենք մնում, տուն ենք պահում, պարտքի տակ, վարկի տակ, ոնց չգիտեմ, մենք խնդրում ենք, մենք Ղարաբաղից եկած ենք, խնդրում ենք շատ, այս մարդը մեզ գործ ա տվել, աշխատանք ա տվել, որ աշխատենք, ընտանիք պահենք, խնդրում ենք շատ, ու աշխատանք տեղերը բաց են մեր։ Ձելի հետևորդները եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ մենք գտնվում ենք Multi-Rest գինալմեսային համալիրի մոտ, որը նույնպես արդեն մեկ շաբաթից ավելի փակ է, աշխատողները ինչպես տեսնում եք արդեն օրեր շարունակ իրենց ընկերության դարպասների մոտ են, սպասում են ելքին, սպասում են թե երբ է բացվելու իրենց աշխատատեղը, իրենց հյուրանոցը, որպեսզի շարունակեն իրենց բնականon գործընթացը, բնականon կյանքը։ Բարև ձեզ, կներկանաք դուք որքան ժամանակվա աշխատող եք, որպես ինչ եք աշխատում եւ ինչ խնդիր ունեք։ 10 տարվա աշխատող եմ, մաքրուհի եմ աշխատում, դրսի հավաքարար էլի աշխատում եմ։ Ես խնդիր այն ունեմ, որ ես ունեմ 2 ուսանող։ Այդ ուսանողներին պահելա պետք ինձ է։ 2 ուսանողին պահելը հեշտ չի։ Աշխատողը միայն ես եմ տան մեջը։ 7 շնչից կազմված մարդիկ ենք մենք։ Աշխատողը միայն ես եմ։ Ես ոնց անեմ 7 շնչին պահեմ, թե 2 ուսանողների հարցերը լուծեմ։ Ես պահանջում եմ, խնդրում եմ, ուղղակի իմ աշխատանքը վերանայեն, իմ աշխատանքը ինձ տան ես աշխատեմ, որ իմ երեխեքին կարողանամ պահել։ 70 տարեկան կին աշխատում եմ։ Իմ տարիքի կնանիքը նստած տունը վայելում են իրանց կյանքը, բայց ես աշխատում եմ, որ ուսանող պահեմ։ Ես խնդրում եմ իրանցը, որ իմ աշխատանքը վերականգնեն, ես աշխատեմ։ Աշխատեմ, որ ուսանողներս ապրեն։ Ասում են գրագետ երեխեք ենք ուզում, բայց այդ երեխեն գրագետ երեխա է։ Ես թողեմ այդ երեխեն անգրագետ մնա։ Կորցնի իր գրագիտությունը, Հայաստանի համար ժողովրդի համար գրագետ մարդ եմ տվել։ Չեմ կարա։ Ես ասում եմ, իմ աշխատանքը խնդրում եմ, իրանք թող իմ աշխատանքը տան։ Չվերցնեն իմ ձեռքից, իմ երեխեքը։ Ես ունեմ տանտեր բարկ ունեմ։ Բարքի տակ ես արդեն ընկել եմ հարկադիր։ Այս քանի օր ընկել եմ հարկադիր նստելով տունը։ Ինչի համար հարկադիր, որ ես այս տարիքին աշխատում եմ, ընկնեմ հարկադիրի տակ։ Ինչի համար։ Ես պահանջում եմ, ասենք, իմ աշխատանքը վերականգնել։ Ես ասես բան չէի տեսել, բարկս այդար կորեր։ Ընկնեի հարկադիրի տակ։ Մանավանդ Հրազդանում աշխատատեղի շատ քիչ եղել։ Լավ վիճակում չի եղել Հրազդան, հիմա աշխատել ենք
Շնորհակալ ենք, աշխատում ենք, մեր ընտանիքներին օգնում ենք։ Մենք տնից 2 հոգի մնացել ենք անգործ, գործազուրկ։ Ես ու տղաս աշխատում ենք էլի տվյալ հաստատություն։ Մենք ուզում ենք ընդհանրապես մեր աշխատանքի վայրը։ Վարձով, բոլորս վարձով։ Բարկերում ենք։ Այդքանը խնդրում ենք, պահանջում ենք մեր աշխատատեղերը բացվի։ Սիրելի հետևորդներ, ինչպես լսում եք, մեր այս հյուրանոցային համալիրի աշխատակիցների միակ պահանջը իրենց աշխատանքը վերականգնելն է, իրենց աշխատատեղի հարցը լուծելն է։ Ոչ Տարիքին նայում են, տարիքին նայում են չեն 30-40 տարեկան են ուզում։ Մենք էլ որ աշխատանք ենք։ ինչ աշխատում։ Համենայն դեպքում ավակա աշխատում։ Այսքանի դեպքեր են։ Այդ կնոջը Բարկեր կամ աշխատավոր։ արտիքսիալ բարձր են ինչ։ Կանչում եք ասի, լուսել ասի, ժողով։ Մենք որ խոսում։ Բոլորս են նույն բանն ենք ուզում, որ արդեն այն վիճակն է, որ ասենք պետք չէ էլի մարդկանց այս վիճակի մեջ թողել։ Միակ խնդրանքս այն է, որ կառավարությունը նայի, ինչ վիճակում են մարդիկ, ոնց են ապրում։ Այդքանը կասեմ։ Մենք անաշխատանք ինչքան պիտի սենց, չգիտեմ, մնանք։ Եթե իրանք կարան այս վիճակում ապրեն, թող մի օր ապրեն, հələ տեսնեն հեշտ է։ Ես այդ կասեմ։ Ինչ խոսք։ Իրական է։